Գյումրի համայնքի ընտրություններում մեր քաղաքը դաշինքի ցուցակը գլխավորող ԱԺ-պատգամավոր Մարտուն Գրիգորյանը ավականու մանդատից հրաժարվելու դիմում էր ներկայացրել թիվ 31 ընտրատարածքային հանձնաժողով։ Հանձնաժողովը գրանցումն ուժը կորցրած է ճանաչել, այսպիսով Մարտուն Գրիգորյանն ավականու անդամության ինքնաբացարկ է հայտնել։ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը հայտարարություն է տարածել ոչ ներգաղթային վիզայի դիմորդների համար, հորդորելով խրախուսել ԱՄՆ-ում ապօրինի գտնվող անձանց հեռանալը երկրից։ Եթե ճանաչում եք Միացյալ Նահանգներում ապօրինի գտնվող անձանց, խրախուսեք նրանց հեռանալ, նախքան պետական մարմինների կողմից բացահայտվելը։ Բոլորի համար ուղերձը պարզ է՝ կատարեք ճիշտ ընտրություն, հետևեք օրենքին եւ մի վտանգեք ձեր անվտանգությունը, ձեր ընտանիքը կամ ձեր ապագան, ասված է հայտարարության մեջ։ Այսօր արցախցիները բողոքի ցույցեր կիրականացնեն արտգործնախարարության եւ դատախազության շենքերի առջեւ։ Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը հայտարարություն է տարածել։ Հարգելի հայրենակիցներ, եւս մեկ անգամ ցանկանում ենք տեղեկացնել, որ արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդն այսօր ապրիլի 14-ին ժամը 11:00-ին պլանավորում է բողոքի ակցիաներ արտգործնախարարության եւ դատախազության շենքերի առջեւ, ներկայացնելու մեր վերաբերելի պահանջները։ Մասնավորապես արտգործնախարարության առջեւ ներկայացնելու ենք մեր պահանջները եւ կոնկրետ քայլեր հավաքական վերադարձի, հայ գերիների ազատ արձակման, Արցախի մշակութային ժառանգության ու մասնավոր սեփականության պաշտպանության, ՄՔԴ պետական դիմումի ներկայացման, միջազգային դատական գանգատներից չհրաժարման եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի չլուծարման վերաբերյալ։ Իսկ դատախազությանը հաղորդում ենք ներկայացնելու արցախցիների դեմ ատելություն քարոզելու դեպքերի վերաբերյալ եւ պահանջելու ենք բացատրություն տալ Արցախում կոռուպցիոն երևույթների վերաբերյալ հաղորդումների հիմքում իրականացվող քրեական վարույթների ընթացքի մասին, միասին հանուն մեր իրավունքների, ասված է հայտարարության մեջ։ Այսօր առավոտից Անաստաս Միկոյան 64 շենքի բնակիչները փակել են Անաստաս Միկոյան փողոցը Եղվարդի խճուղում, բարձրաձայնելով մի շարք խնդիրներ, որոնք առնչվում են պետական տեղական ինքնակառավարման եւ իրավապահ մարմինների լիազորություններին։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Երևանի քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանը։ Տեղեկացնում եմ, որ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ներկայումս գտնվում է գործուղման մեջ։ Քաղաքապետը բնակիչներին կընդունի ապրիլի 16-ին, գրել է նա։